Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 15։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Սաղմոս 91-րդ գլուխ 14-րդ խոսք։ Տերը խոսում է մեզ հետ։ Այո, եթե մենք ճանաչել ենք նրա անունը։ Օրհնյալ լինի Տերը, մենք նրան օտար չենք։ Մենք ճաշակել ենք նրան, մենք համտեսել ենք նրան, մենք ճանաչել ենք նրան, ուստի վստահում ենք նրան։ Գիտենք նրա անունը որպես Աստված, ով ատում է մեղքը, քանի որ նրա հոգու համոզիչ հզորությամբ սովորել ենք, որ նա երբեք աչք չի փակում չարիքի վրա։ Բայց մենք նաև ճանաչում ենք նրան որպես Աստված, ով ներում է մեղքերը Հիսուս Քրիստոսի մեջ, քանի որ նա ներել է մեր բոլոր հանցանքները։ Նրա անունը հավատարմություն է, և մենք գիտենք սա, քանի որ նա երբեք չի լքել մեզ, չնայած որ մեր դժվարությունները երբեմն կուտակվել են մեզ վրա։ Այս գիտակցությունը շնորհի պարգև է, և Տերն այն դարձնում է պատճառ, որպեսզի պարգևի ևս մեկ շնորհ, բարձրացնելու շնորհը։ Սա շնորհ է շնորհի վրա։ Զգույշ լինենք, որ եթե մենք ինքներս բարձրանանք, այդ դիրքը կարող է վտանգավոր լինել, բայց եթե Տերն է մեզ այնտեղ բարձրացնում, ապա այն ապահով է։ Նա կարող է մեզ բարձրացնել մեծ օգտակարության, խորը փորձառության, ծառայության մեջ հաջողության, աշխատողների մեջ առաջնորդության կամ փոքրերի հանդեպ ծնողական հոգատարության դիրքի։ Իսկ եթե ոչ այդ կերպ, ապա կարող է մեզ բարձրացնել իր հետ մտերիմ հաղորդակցությամբ, հստակ տեսությամբ, սուրբ հաղթանակով և հավիտենական փառքի ողորմած ակնկալիքով։ Երբ Աստված է մեզ բարձրացնում, նույնիսկ սատանան չի կարող մեզ ցած քաշել, և թող այս լինի մեր վիճակը ամբողջ այսօրվա ընթացքում։